Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, եթե այսպես վերջին 1 տարին ամփոփ փորձենք այսպես ամփոփել, մոտավորապես նման հայտարարություններ էին, որ Հայաստանի եւ Ամերիկայի միջև ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ոչինչ չի տալու, նոր վարչակարգը Հայաստանի հետ ոչ մի կերպ չի համագործակցելու, ոչ մի հետաքրքրվածություն չունի Հայաստանի ուղղությամբ։ Հիմա 1 տարի է անցել, շուրջ 1 տարի է անցել այդ պայմանավորվածություններից եւ մենք տեսնում ենք լրիվ այլ իրողություն, երբ օգոստոսի 8-ի իրականությունից հետո արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը Ջեյ Դի Վենսն է այցելում Հայաստան, երեք դուք տեսաք, թե ինչպիսի համաձայնություններ ձեռք բերվեցին։ Ընդհանուր առմամբ, ինչի մասին էր Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան եւ ինչ կարեւորություն ուներ դա, քանի որ թե վարչապետը, թե Վենսը դա որակեցին պատմական եւ ինչի մասին են նաեւ այս շահարկումները, որ այնուամենայնիվ մենք հետաքրքիր չէինք Ամերիկան, մենք պետք չէինք Ամերիկային, հիմա մենք տեսնում ենք, որ փոխնախագահը անձամբ այցելում է Երևան։ Այո, իրականում պատմական այց էր եւ եթե ամփոփենք վերջին 1 տարվա այդ հիբրիդային հարձակումները, կեղծ տեղեկատվական հարձակումները, նաև հիշում եք, որ վարչապետի եւ Վենսի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում, ինչպիսի էլի կեղծ քարոզություններ իրականացվում, որ լուսանկարի համար լուսանկարն էին մեկնաբանվում, նշվում է, որ Հայաստանի դրոշը չկա, նշվում էր, որ սա ինչ-որ խեղճ ու կրակ հանդիպում էր, ընդ որում վարչապետը անդրադարձավ այդ հանդիպման մասին Երևանում եւ նշեց, որ այսօրվա ըստ էության արդյունքները հենց պայմանավորված են եղել այդ հանդիպումով եւ երբ Միացյալ Նահանգների փոխնախագահը ամբողջությամբ ընկալել է Հայաստանի ցանկությունները, պահանջմունքները եւ դրան համապատասխան քայլեր են ձեռնարկվել եւ իրականության մեջ այն մարդիկ, ովքեր այս առնվազն վերջին 1 տարվա ընթացքում փորձել են վարկաբեկել հայ-ամերիկյան հարաբերությունները եւ այսօր էլ նույնիսկ Վենսի այցելությունից հետո փորձում են վարկաբեկել, ես այլևս այդ մարդկանց համարում եմ Հայաստանի դեմ գործող գործակալական ցանց, որոնց նպատակը արգելակելն է Հայաստանի զարգացումը, որոնց նպատակը արգելակելն է Հայաստանի որպես ինքնիշխան եւ ժողովրդավարական երկիր լինելը եւ նրանց նպատակը կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնի շահերը սպասարկելն է իրենց նեղ տնտեսական անձնական շահերից ելնելով։ Պարոն Առաքելյան, ի սկզբանե տպավորություն էր եւ հիմնականում ներկայացվում էր այնպես, որ Վենսի այցը հիմնականում կապ ունի Թրիփի հետ եւ մենք արդեն կտեսնենք գործնականում Թրիփի կյանքի կոչում, բայց մենք տեսանք, որ շատ ավելի լայն համագործակցության մասին է խոսքը միջուկային էներգիայի ոլորտում, արհեստական բանականության, ռազմական որոշակի կոմպոնենտ կա այնտեղ։ Ինչպես հասկանալ այս լայն սպեկտրը, այսինքն սա խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ Ամերիկան հետաքրքրված է Հայաստանով կամ տարածաշրջանով եւ որ ինչու՞ չէ նաեւ տարածաշրջանում Միացյալ Նահանգները հենվում է Հայաստանի վրա եւ պատահական չէր, որ առաջին այցը հենց Երևանում էր, թեև կրկին այդ շրջանակները մեկնաբանեցին այնպես, որ Երևան է եկել պարզապես, որ այստեղից կարողանա Բաքու գնալ։ Այս փուլի ուրեմն շրջադարձային կետը եղել է 2025 թվականի օգոստոսի 8-ը, երբ որ Վաշինգտոնում հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները եւ դրա շրջանակներում ստորագրվեց այդ փաստաթղթերը։ Ավելին մինչև Վենսի այցը Միացյալ Նահանգների նախագահը իր սոցիալական ցանցում գրել էր, թե ինչ օրակարգ է պարունակում այցը, չնայած չէր նշել անվտանգային ոլորտը, ռազմատեխնիկական համագործակցությունը, բայց դա ըստ էության արդեն նոր ուղղություն է, մեկնարկը տրված է եւ փաստացի սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները դառնում է Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր գործընկեր, որոնք ունեն փոխադարձ շահեր, այսինքն այստեղ խնդիրը ոչ միայն Միացյալ Նահանգների ուրեմն այստեղ ներդրումներ անելն է, այլ շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները, որքան էլ որոշ շրջանակներ ասում են, Միացյալ Նահանգները այստեղ ունի շատ կարևոր շահեր, դրանք եւ տնտեսական են, եւ աշխարհաքաղաքական են, եւ անվտանգային են, եւ կարևոր է, որ այդ շահերը փոխադարձեն, Հայաստանն էլ ունի Միացյալ Նահանգների կարիքը որպես գերտերության եւ աշխարհի համար առաջին տեխնոլոգիական ուրեմն տերության եւ այստեղ շատ կարևոր է, որ մենք Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում շեշտադրում ենք հատկապես տեխնոլոգիական համագործակցությունը, քանի որ գիտենք այլևս 21-րդ դարը դա նավթի եւ գազի դարը չէ եւ նավթն ու գազը այլևս դարձել են 20-րդ դարի հնացած
ապրանք, այո 20-րդ դարում եւ 21-րդ դարի սկզբներին դրանք միգուցե շատ կարևոր ռազմավարական ապրանքներ էին, բայց այսօր, երբ որ մարդկությունը եւ աշխարհը գտնում է եւ գտել է նաեւ շատ առումներով էներգիայի այլ աղբյուրներ, ապա գնալով նավթի եւ գազի դերը ուրեմն նվազում է եւ մենք այսօր 21-րդ դարում համար առաջին տեխնոլոգիա ենք համարում արհեստական բանականությունը եւ այդ ուղղությամբ է որ նաեւ տեղի ունենում հիմնական ուրեմն ռազմավարական համագործակցությունը եւ բարձր տեխնոլոգիական նախարարության նախարարը հայտնեց որ այդ ոլորտում արդեն երկրորդ փուլի թույլտվություններն է ստացել այդ Firebird կազմակերպությունը եւ Հայաստանում եթե նախկինում ասում են 500 միլիոն դոլարի ներդրում է արվելու, ապա այս պայդրությամբ արդեն Հայաստանում 4 միլիարդ դոլարի միայն ներդրում է կատարվելու այդ արհեստական բանականության գործարանի ստեղծման համար եւ սա այլևս Հայաստանը դարձնում է ոչ միայն տարածաշրջանային խաղացող, այլ գլոբալ խաղացող արհեստական բանականության ոլորտում եւ սա է որ Հայաստանի դերն ու նշանակությունը նաեւ փոխում է։ Իհարկե խաղաղ միջուկային տեխնոլոգիաները նույնպես կարևոր են եւ այս էլ էներգիայի նոր ուղղություն է Հայաստանի համար նաեւ դիվերսիֆիկացիայի առումով իհարկե մենք նաեւ պետք է խոսենք թրիփից թրիփը ըստ էության Հայաստանը որպես աշխարհագրական տարածք Հայաստանը այդ փակուղային պետությունից դարձնում է ուրեմն ըստ էության խաչմերուկ, այն խաղաղության խաչմերուկը, որը առաջ է քաշել Հայաստանի վարչապետը եւ կառավարությունը այդ պրոյեկտը Հայաստանին փակուղուց դուրս է բերում եւ կարևոր շրջադարձ է կատարում փակուղուց դարձնելով ըստ էության խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ, համագործակցության խաչմերուկ, տնտեսական խաչմերուկ, տրանզիտային խաչմերուկ, ինչպես կուզեք անվանեք։ Այս պրոյեկտներն են, որ այդ շրջանակներին անհանգստացնում են, քանի որ իրենց երբևէ ձեռնտու չի եղել, որպեսզի Հայաստանը դառնա բաց պետություն, որպեսզի Հայաստանը ապաշրջափակվի, քանի որ Հայաստանի փակ սահմանները իրենց համար բաց հնարավորություն է եղել անձնապես հարստանալու, Հայաստանում իշխանություն պահելու, Հայաստանը որպես փակ պետություն հրամցնելու երրորդ երկրներ։ Իդեպ նույն ուժերը այդ թվում նաև նախկին նախագահը, երկրորդ նախագահը իր ասուլիսում վերջերս թրիփը որակում էր որպես փակուղի։ Դուք ասացիք, որ սա հակառակի մասին է, երբ փակուղին վերածվում է խաչմերուկի։ Թրիփի մասին խոսեց նաև J.D. Vance-ը, ասաց, որ սա հսկայական տրանսֆորմացիա է ապահովելու ամբողջ տարածաշրջանում։ Տեսեք, էլի կրկին որոշ շրջանակներ պնդում են, որ Միացյալ Նահանգները այստեղ ոչ թե տնտեսական շահ է հետապնդում, այլ քաղաքական, սա Իրանի վրա որոշակի լծակներ ունենալու միտում ունի։ Ինչպես հասկանալ այս շահարկումները, այսինքն թրիփը գալիս է, թրիփը իրապես դա տնտեսական շահույթ ունենալու մասին է, տնտեսական շահի մասին է, թե ինչպես որոշ ընդդիմադիր գործիչներ են նշում, դա քաղաքական լծակների մասին է եւ այստեղ ներկայություն ունենալու մասին է։ Տեսեք, ցանկացած պետության հետ, երբ որ դուք տնտեսական հարաբերություն եք հաստատում, դա իր ենթատեքստում ունի նաև բնականաբար քաղաքական հարաբերություններ։ Այսինքն դուք նախ եւ առաջ քաղաքական մակարդակում եք դառնում գործընկեր։ Մենք հիշում ենք, թե Հայաստանում Միացյալ Նահանգները ինչպես ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Հետո այդ քաղաքական գործընկերության հիման վրա գալիս է արդեն տնտեսական հարաբերությունները, այսինքն անհրաժեշտ է քաղաքական որոշումներ, որպեսզի մենք դառնանք եւ քաղաքական եւ տնտեսական գործընկեր։ Իսկ թրիփը, այո, բացում է Հայաստանի շնչառությունը, որքան էլ Ռոբերտ Քոչարյանը եւ, չգիտեմ, Սամվել Կարապետյանը եւ մնացածները ասում են, որ դա Հայաստանին ձեռնտու չէ։ Թրիփը բացում է Հայաստանի շնչառությունը եւ փակում է իրենց քաղաքական շնչառությունը, քանի որ կրկնեմ, Հայաստանի փակ սահմանները իրենց համար հարստանալու բաց հնարավորություններ են։ Եվ հետաքրքիր է, որ պարոն Առաքելյան, մինչ այդ մենք լսում էինք հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում, եթե նկատել եք ռուսական կողմից ամենատարբեր պաշտոնյաներ պարբերաբար խոսում էին այն մասին, որ որևէ կերպ ուզում են կամ փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են թրիփում մասնակցություն ունենալ, պարբերաբար հիշեցնում են, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, հիշեցնում են, որ այստեղ երկաթուղին կառավարվում է հենց Ռուսաստանի կողմից եւ նման հայտարարություններ հիմա կրկին Գալուզինը հայտարարությամբ է հանդես եկել, որ թրիփը չի կարող իրականացվել, կյանքի կոչվել առանց Ռուսաստանի
հենց այդ կոմպոնենտները, որ նշեցի այնտեղ ռուս սահմանապահների վերահսկողության գոտին է, երկաթուղին վերահսկվում է Ռուսաստանի կողմից, ԵԱՏՄ անդամ է Հայաստանը, ՀԱՊԿ անդամ է եւ այսպես շարունակ։ Բայց հետաքրքիր է, որ նույն ատոմակայանի կառուցման հետ կապված Ռուսաստանը արդեն խոսում է ոչ թե պարտադրանքի լեզվով, այլ ասում է, որ Հայաստանին առաջարկ է ներկայացրել եւ իր ռուսական կողմի առաջարկին այլընտրանք չկա, ավելի լավ այլընտրանք չկա։ Ինչպես հասկանալ այս հայտարարությունները։ Տեսեք, ռուսական կողմը նախկինում այդ ռուսական շրջանակները նախկինում հայտարարում են, որ Ռուսաստանին այլընտրանք չունի Հայաստանը եւ ասում են դե ուր պետքա գնա Հայաստանը, բացի մեզնից իրենք ոչ մեկին հետաքրքիր չեն։ Ու այս խոսույթը 20, 25, 30 տարի տարածում են այս շրջանակների նաեւ օգնությամբ հայ հասարակության մեջ, որ մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում եւ այստեղ ամերիկացին ինչ շահ ունի, որ պետքա գա միլիարդավոր դոլարներ ներդնի կամ եվրոպացին կամ չգիտեմ չինացին կամ հնդկացին եւ այլն եւ այլն։ Բայց այս վերջին 5 տարիների կյանքը ապացուցեց, որ Հայաստանը բավականին հետաքրքիր երկիր է, Հայաստանի աշխարհագրական, ռազմավարական դիրքը այս տարածաշրջանում բավականին հետաքրքիր է, Հայաստանը ունի լուրջ մարդկային եւ ընդերքային պոտենցիալ ու այդ ամենը հետաքրքրում է պատկերացրեք համար առաջին գերտերությանը, այդ ամենը հետաքրքրում է օրինակ ամենամեծ բնակչություն ունեցող գերտերությանը, այդ ամենը հետաքրքրում է եվրոպական մայրցամաքի երկրներին ու այսպես շարունակ ու հիմա երբ որ այդ ամենը պարզվել է որ Հայաստանը հետաքրքիր երկիր է, այս մարդիկ ընկել են այսպես ասենք ցնցումների մեջ եւ ասում են որ էլի այլընտրանք չկա, ոչ այդ այլընտրանքը մենք այլևս ունենք եւ մենք այլևս խաղալու ենք ոչ թե մեկ ընտրանքի պարագայում, այլ մենք խաղալու ենք հետեւյալ կերպ։ Մենք օրինակ ցանկանում ենք կառուցել ատոմակայան, խնդրեմ առաջարկեք մյուսների նման, եթե ձեր առաջարկները թե տեխնոլոգիապես, թե ֆինանսապես, թե չգիտեմ այլ պարամետրերով կհամապատասխանի մեր հետաքրքրություններին, ապա մենք կընտրենք ձեր առաջարկած տարբերակը։ Բայց ատոմակայանի հետ կապված այստեղ մեկ այլ խնդիր ես տեսնում եմ։ Տեսեք, Հայաստանը Ռուսաստանին գումար վճարեց մի քանի 100 միլիոն դոլար, որպեսզի զենք եւ զինամթերք ստանար, սակայն մինչեւ օրս այդ զենք զինամթերքը չի ստացել։ Այն պարագայում, երբ որ Ռուսաստանի նախագահ օրեր առաջ ասեց, որ Ռուսաստանը 25 թվականի դրությամբ 15 միլիարդ դոլարի զենք զինամթերքի արտահանում է իրականացրել եւ ըստ էության ապահովել է իր գործընկերների հետ կնքած պայմանագրերով նախատեսված մատակարարումները, բայց այդ մատակարարումների մեջ չգիտես ինչի չկա Ռուսաստանի համար առաջին ռազմավարական գոնե փաստաթղթերով դաշնակցին մատակարարվելիք զենքերը։ Նույն ատոմակայանի պարագայում եւ քանի որ Ռուսաստանը այլևս ուրեմն այդ առումով անվստահելի գործընկեր է նաեւ ես ենթադրում եմ որ ինչ որ պահի էլ օրինակ ատոմակայանի հետ կապված ռուսները կասեն դե գիտեք մենք փող չունենք, դե գիտեք մենք, չգիտեմ, տեխնոլոգիապես խնդիրներ ունենք եւ այլն, ինչ որ պահի այդ ատոմակայանի կառուցելը Հայաստանի վրա կլինի, այսպես ասենք, մահակ քաղաքական ուրեմն ճնշումներ բանեցնելու եւ ինչ որ բաներ փոխելու Հայաստանից, չհաշված որ այդ ատոմակայանը եթե իր կառուցման ժամկետներում ուրեմն ժամկետները խախտվեն, ապա Հայաստանը օրինակ 2035-6 թվականներին կամ 7 թվականին կհայտնվի էներգետիկ կոլապսի առաջ ու այսպես շարունակ։ Այսինքն մենք այստեղ երբ որ գալուզիները ասում են, ապա պետքա լավ հասկանան, որ այլևս Հայաստանը այդ այլընտրանքները գտել է եւ Հայաստանի հետ այլևս վերջնագրերի լեզվով խոսելը անթույլատրելի ու մեծ առումով, եթե իրենք նշում են ռուս սահմանապահները, այդ ռուս սահմանապահները կանգնած են Հայաստանի Հանրապետության սահմանին, որպեսզի ապահովեն Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ոչ թե խոչընդոտեն Հայաստանի Հանրապետության զարգացումը։ Այդ երկաթուղին, որ ասում են, նախ այդ երկաթուղին պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, բայց եթե իրենք նույնիսկ կառավարում են, դա պետք է նպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերին եւ ուրեմն կոմունիկացիաների զարգացմանը, ոչ թե դրա ուրեմն արգելակմանը կամ վերացմանը։ ԵԱՏՄ-ն պետքա ծառայի ոչ թե Հայաստանի տնտեսական զարգացման արգելակմանը կամ այլ երկրների հետ տնտեսական զարգացման արգելակմանը, այլ ընդհակառակը պետքա նպաստի դրան։ Եվ եթե այս գործառույթները չեն կատարում այդ կառույցները կամ գործիքները կամ ինստիտուտները, ապա Հայաստանը հետևություններ կանի եւ կհրաժարվի այդ կառույցներից, ինստիտուտներից, գործիքներից։
Պարոն Արաքելյան, բայց հետաքրքիրն այն է եւ նաեւ ինչ որ իմաստով դիլեման այն է, որ հիմա երբ Ռուսաստանը փորձում է պայքարել եւ ամենօրյա ռեժիմով նաեւ հայտարարություններով փորձում է տեղ հասցնել այն ինֆորմացիան, որ որևէ կերպ ուզում է կամ փորձելու է հնարավոր եզրեր գտնել թրիփում մասնակցություն ունենալու համար, տեսեք, նույն առաջարկը եղել է նաեւ ռուսական կողմին։ Ռուսական կողմը ըստ էության հրաժարվել է, մերժել է։ Հիմա երբ արդեն ամերիկյան կողմի միջոցով է թրիփը իրականություն դառնում, ռուսական կողմը ամեն կերպ ուզում է այդտեղ մասնակցություն ունենալ։ Ինչպես հասկանալ նաեւ սա։ Ռուսական կողմը անկեղծ չէ ի սկզբանե եւ ռուսական կողմին ձեռնտու չի Հայաստանի սուվերեն ուրեմն վերահսկողության ներքո նման ճանապարհ ռուսական կողմը ադրբեջանա-թուրքական կողմի հետ ցանկացել են եւ ցանկանում են ելի այսօր եթե հնարավորությունը ընձեռվի ունենալ արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով, որը կվերահսկվի Ռուսաստանի, ուրեմն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից եւ հետեւաբար որևէ առաջարկ Ռուսաստանին ձեռնտու չէ։ Իսկ ներգրավելու առումով խնդրեմ Հայաստանի վարչապետը այդ նույն Գալուզինը, որ ասում է, առաջարկել է իրենց պարտավորությունները կատարեն եւ վերանորոգեն, վերականգնեն երկաթգծի այդ ճյուղերը, ուղղությունները, կտեսնեն կանեն, չէ, շատ հստակ Հայաստանի վարչապետը այդ առումով արտահայտվել է։ Իսկ որքան ժամանակ պետք է տալու ռուսական կողմին, որքան պետք է սպասել, որ ռուսական կողմը արձագանքի։ Ես անկեղծ չգիտեմ ժամանակի առումով, դա մեր կառավարությունը գիտի, որքան ժամանակի մեջ է ինքը տեղավորվում եւ ըստ այդմ իրենք այդ բանը ուրեմն կարձագանքեն համապատասխան իրեն ժամանակի սղության։ Ու մեծ առումով ես ուզում եմ այստեղ մի բան էլ ավելացնել կապված Ռուսաստանի հետ ու Վենսի այցելության հատկապես համատեքստում, տեսեք ռուսական այդ շրջանակները ովքեր այսօր եկել են Հայաստանում, նույն Կարապետյանները, ովքեր ասում են մենք ներդրումներ կանենք, չգիտեմ, գնում են սրբիչի գործարանից նկարվում են ու ցույց են տալիս, որ իրենք սրբիչի գործարան են հիմնել։ Այո, ես կարող եմ ասել, որ ռուսական կողմնորոշում ունեցող այդ քաղաքական ուժերը կամ բիզնեսմենները կարող են Հայաստանում ընդամենը սրբիչի գործարան հիմնել, բայց իրենք Հայաստանում չեն կարող հիմնել, օրինակ, արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական, ուրեմն գործարաններ, քանի որ նախ իրենք այդ ուրեմն ֆինանսական միջոցները չունեն, բայց եթե նույնիսկ ունենան, իրենց այդ տեխնոլոգիաները չեն տալիս, քանի որ իրենք հանդիսանում են երրորդ երկրների քաղաքական, տնտեսական շահերը սպասարկող անձինք եւ կազմակերպություններ Հայաստանի Հանրապետություն։ Հետաքրքիր մեկ այլ դիլեմայի մասին էլ խոսենք, պարոն Արաքելյան, դուք երևի նկատեցիք եւ տեսաք, որ երեք ընդդիմադիր շրջանակները այսպես հավաքվել էին եւ վանկարկում էին, որ պիտի քաղբանտարկյալներին ազատ արձակել, նաեւ գերիների մասով էին որոշակի ակցիա կազմակերպել, բայց հետաքրքիր է, որ այդ իմաստով իրենց բոլոր հույսերը կապում են ըստ էության արևմուտքի, ինչու՞ չէ, Վենսի այցի հետ եւ փորձում էին Վենսին հասցնել այդ նամակներ են ուղղել, թե ինչպիսի բռնաճնշումներ են Հայաստանում, Վենսին ասում էին, որ ինքը գալիս է 37 թվականի Հայաստան, որտեղ բռնաճնշումներ են, այնինչ իրենք միտինգների են, չէ՞, մասնակցում իշխանության դեմ 37-ին։ Տեսեք, սա ցավալիորեն հերթական շոուն են, որտեղ օգտագործում են հենց այդ մարտիկ։ Հայաստանի իշխանությունը բազմիցս ասել են, բայց ռուսական կողմի այցելի ժամանակ մենք նման պատկեր չենք տեսնում։ Հայաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ իրենք ցանկացած միջազգային հանդիպում, գործընկերների հետ հանդիպում այդ հարցը բարձրացնում են, իրենց այդտեղ գտնվելը ավելորդ էլ պարզապես իրենք ցույց են տալիս, որ իրենք էլ ինչ որ գոյություն ունեն, բայց այո, ճիշտ եք ասում, երբեք մենք չենք տեսել այդ մարդկանց ցույցերի ռուսական օրինակ արտգործ նախարարը եկավ, Լավրովը եկավ, նման ցույցեր մենք չտեսանք։ Այն պարագայում, երբ այդ մարդիկ Ադրբեջանում են հայտնվել հենց ռուսական վերահսկողության ներքո գտնվող տարածքում իրենց լուր հայացքի ներքո այդ մարդիկ հանձնվել են ըստ էության Ադրբեջանի ու համոզված եղեք, եթե Միացյալ Նահանգները Արցախում ունենային անվտանգության պատասխանատվություն եւ երաշխավոր, ապա այսօր Արցախի կարգավիճակը այլ կլիներ, այդ մարդիկ էլ Արցախում կգտնվեին։ Եվ պարոն Արաքելյան, Վենսի այցը որոշակիորեն այսպես լավատեսական մոտեցումներ է առաջացնում կամ գոնե ակնկալիքներ է առաջացնում, որ Վենսի այցելությունից հետո Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի դրական դինամիկա է լինելու։ Մենք օրերս տեսանք թուրքական մամուլում այն տեղեկությունը, որ իրենք անցակետ Ալիջանի փորձում են արագ կարգի բերել, որպեսզի կարողանան գործարկել։ Նախ ինչի մասին էր այս հայտարարությունը եւ արդյոք կապ ուներ Վենսի այցի հետ եւ ինչ դինամիկա է սպասել թե հայ-թուրքական հարաբերություններում, թե հայ-ադրբեջանական հարաբերություններում
հարաբերություններում, հատկապես խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում։ Իհարկե, այս ամենը փոխկապակցված են եւ բնական է, երբ որ Միացյալ Նահանգները գալիս է տարածաշրջան նման խոշոր բազմամիլիարդանոց դոլարների ներդրումներով, այս տարածաշրջանը պետքա լինի խաղաղ, այս տարածաշրջանը պետքա լինի կոմունիկացիաներով փոխկապակցված եւ ենթադրելի է, որ այո, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններով մենք պետքա որ ճեղքումներ տեսնենք եւ դրա մասին է խոսում նաեւ թուրքական մամուլը եւ իմ տպավորությունը այդպեսին է, որ առաջիկայում շատ կարճ ժամանակահատվածում մենք այս առումով նույնպես ուրեմն կունենանք արդյունքներ, որը վերջնականապես, այսպես ասենք, հույսերը մարդկանց, ովքեր ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան փորձում են վարկաբեկել այս ամբողջ խաղաղության գործընթացը, հայ-ամերիկյան գործընթացը, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Եվրամիություն, նույնիսկ Հայաստան-Իրան, նույնիսկ Հայաստան-Հնդկաստան, ուրեմն այդ գործընթացները այդ մարդկանց կմնա պարզապես ուրեմն այն հիշողությունը կապված այդ տարածված ստերի եւ մեծ առումով դրա ազդեցությունը, քանի որ ինչպես մենք տեսնում ենք, խոսվում էր նաեւ որ Վենսը ծիծեռնակաբերդ չի գնա, բայց ինչպես տեսանք, ընդամենը ժամերի ընթացքում այդ սուտն էլ հերքվեց եւ այդ ստի հերքումը իրենց վրա շատ ավելի մեծ բացասական ազդեցություն է ունենալ։ Եվ ինչպես պատկերացնել նաեւ այս համագործակցության շարունակականությունը նկատի ունեմ Հայաստան-Միացյալ Նահանգներ, պարոն Առաքելյան, որովհետեւ տեսեք, Վենսը իր խոսքում բազմիցս նշեց, որ Հայաստանը որպես ժողովրդավար երկիր եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի գործոնն առանձնացրեց, այդ իմաստով են իրենք համագործակցում Հայաստանի հետ, որովհետեւ Հայաստանը այսօր ժողովրդավար է։ Հիմա տեսեք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները որոշիչ են լինելու նաեւ այդ իմաստով շարունակականության առումով արդյոք մտահոգություններ չկան, որովհետեւ հիմա առնվազն ուժեր կան, որոնք չասեմ դեմ են այս նախագծերին, բայց հաստատ դրանք չեն պատկերացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կյանքի կոչելու առումով։ Տեսեք, այո, շատ կարևոր հարց եք բարձրացնում, սրա շարունակականությունը, այս ամենի շարունակականությունը պայմանավորված է 2026 թվականի ընտրություններով եւ այդ մարդիկ, ովքեր այսօր լծված են Հայաստանի դեմ պայքարով, այդ մարդիկ բաց ասել են, որ եթե իրանք գան, ուրեմն կասեցնելու են թրիփը, գնալու են նոյեմբերի 9-րդ կետով բան անեն եւ, չգիտեմ, իրանց նպատակը նաեւ երևի Հայաստանի հերանեկարը Սրբիչի գործարանի կառուցումն է, ու այո, մեր հասարակությունը պետքա ընտրություն կատարի, պատահական չի, որ մենք ասում ենք, որ 26 թվականը դա շրջադարձային կետ է լինելու Հայաստանի Հանրապետության համար։ Մեր հասարակությունը 26 թվին ընտրելու է պատերազմի եւ խաղաղության միջև Սրբիչի գործարանի ու բարձր տեխնոլոգիական արհեստական բանականության գործարանի միջև ժողովրդավարության ու ավտորիտարիզմի միջև կլանային ավտորիտար տնտեսության ու չգիտեմ բաց ժողովրդավարական տնտեսության միջև ու մեծ առումով նրանք ովքեր եկել են ներկայանում են չգիտեմ տարբեր քաղաքական ուժեր ըստ տեղեկությունների ռուսական կողմը ունի վերջնական որոշում տեխնացուի իր հիմնական տեխնացուի առումով ու իր հիմնական տեխնացուն դա Ռոբերտ Քոչարյանն է եւ այն քաղաքական ուժերը ովքեր հավաքվել են մեկը չգիտեմ Կարապետյանները մեկը չգիտեմ մնացածները նրանք փորձում են այո կիրառել այդ Գյումրիի ուրեմն սցենարը նրանք փորձում են ցույց տալ, որ իրենք կապ չունեն միմյանց հետ, նույնիսկ եթե անհրաժեշտ լինի կհայոյեն միմյանց հասարակությանը համոզելով, որ կապ չունեն իրար հետ, բայց փաստ եմ եւ համոզված եմ, որ Ռուսաստանի միակ վստահելի ուրեմն տեխնացուն Հայաստանում դա Ռոբերտ Քոչարյանը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման տարիներին ապացուցել է, որ ինքը ուրեմն անվերապահորեն կատարում է այնտեղից եկող բոլոր հրահանգները ինքը պատրաստ է գույք պարքի դիմաց Հայաստանը զիջել երրորդ երկրներին եւ եթե Ռուսաստանից հրահանգ գա որ թե Կարապետյանները թե մյուսները շարվեն մեկ շարքով եւ այսպես հավսար զգաստով ուրեմն վարչապետ ընտրեն Ռոբերտ Քոչարյանին, ապա նրանք դա կանեն, այնտեղ այդ որոշումը ընդունված է որ Քոչարյանն է իրանց հիմնական տեխնացուն, իսկ այստեղ իրանց ըստ էության մնում է որպեսի ցույց տան, որ իրանք կապ չունեն եւ ժողովրդին խաբեության միջոցով, ինչպես դա տեղի ունեցավ Գյումրիում, խաբեության միջոցով ձայներ կորզեն եւ տան Ռոբերտ Քոչարյան։ Սա էլ է տարօրինակ դիլեմա, պարոն Առաքելյան, նույն Ռոբերտ Քոչարյանի թորները, որոնք Միացյալ Նահանգների քաղաքացիներ են, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը պատկերացնում է Ռուսաստանի կազմում, հետաքրքիր է։ Դե այդ առումով էլ, տեսեք, այս մարդիկ
սիրում են Եվրոպաներ, սիրում են ամերիկաներ, սիրում են, չգիտեմ, լավ հասարակություններ, հա, բայց երբ որ հասնում է նրան, որ այս ազգը պետք է այդ հասարակության պետությունների հետ շփվի, չեն ուզում, էլի, հասկանում եք, այս ազգը մի տեսակ կարող է լավ չշփվի այդ հասարակությունը։ Այ իրանք անձնապես իրենց ընտանիքները, թորները ընդեղի քաղաքացիներն, բայց որ հասնում է Հայաստանի Հանրապետությանը, գիտեք, մի տեսակ չեն կարում, էլի, Հայաստանը եւ Հայաստանի քաղաքացիները։ Իհարկե դա ցցուն օրինակ է, թե ինչպես են այս մարդիկ խափում եւ մանիպուլացնում մեր հասարակությանը, ըստ էության անվանարկելով այդ պետություններին, այդ հասարակություններին, դրանց բացասական գնահատականներ տալով, բայց ամենաառաջին առիթի դեպքում իրենց ընտանիքներով ձեռք են բերում այդ երկրների քաղաքացիություն ու ապրում այդ երկրներում։ Եվ փորձեմ ամփոփել, պարոն Արաքելյան, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ ըստ էության բացառելով մի քանի ընդդիմադիր ուժերի, մնացած բոլոր ուժերը, ինչպես երկրորդ նախագահը հայտարարեց իր ասուլիսի ժամանակ, բլոկներով են գնալու ընտրությունների եւ նպատակը նույնն է լինելու։ Այդ մասին արտահայտվեց նաեւ Սերժ Սարգսյանը, որ բոլորի նպատակը մեկն է՝ պայքարել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու դեմ։ Այսինքն արդեն հստակ է, որ 26 թվականին ընթരാճ այս բոլոր ուժերը, ինչպես իրենք են հայտարարում, բլոկներով գնալու են ընտրությունների, որպեսզի կարողանան կրկնել Գյումրի սցենարը։ Այո, դա այդպես է, ես ինչպես նշեցի, Մոսկվայի տեխնացուն դա Ռոբերտ Քոչարյանն է, եւ անկախ նրանից հիմա ով ինչ կասի, թե կապ ունեն, կապ չունեն, եթե իրենք հավաքում են ձայներ, որ կարողանան միանալ իրենց եւ Ռոբերտ Քոչարյանին դարձնեն վարչապետ, ապա իրենք դա անելու են, քանի որ այդ հրահանգը իրենք ստանալու են դրսից, որտեղից որ իրենք եկել են եւ Հայաստանի Հանրապետության դեմ գործում են։ Շնորհակալ եմ, պարոն Արաքելյան։ Ես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Էդգար Արաքելյանի հետ, կհանդիպենք։